որ ներկա եք գտնվել այսօրվա քննարկմանը եւ շնորհակալ եմ նաեւ այս նախաձեռնությանը, որովհետեւ ինքս սոցիալական իմացաբանությամբ չեմ հետաքրքրվել եւ սա շատ լավ առիթ էր, որպեսզի ես էլ հետաքրքրվեմ եւ ձեզ հետ միասին հուսամ, որ կարողանանք մտածել եւ քննարկել այն խնդիրները, որոնք այսօրվա մեր հասարակությունը հատկապես ունի դրանց կարիքը։ Ինչպես արդեն նշվեց, ես ներկայացնելու եմ Դեն Սպերբերի եւ նրա գոլեգաների կողմից համատեղ գրված աշխատությունը իմացաբանական զգոնության վերաբերյալ եւ պետք է նշեմ, որ կարծում եմ համեմատած մյուս քննարկումներին մի փոքր երկար է ստացվել, բայց մեղք այդ կանել կարծում եմ իմը չէ, որովհետև հոդվածը բավականին ծավալուն էր, ես փորձել եմ հնարավորինս սեղմ ներկայացնել, բայց քանի որ հոդվածը ներառում էր ոչ միայն սոցիալական իմացաբանության խնդիրներ, այլ նաև փաստարկները եւ քննարկումները այլ ոլորտներից էին, մասնավորապես հոգեբանությունից, սոցիալական մարդաբանությունից, լեզվի փիլիսոփայությունից, տրամաբանությունից, հետեւաբար կրճատելը շատ դժվար էր, այնպես որ նախորդ ներողություն եմ խնդրում, եթե մի փոքր երկար կարող է ստացվել։ Այսպես, մենք ամեն օր գործ ունենք հաղորդակցության հետ։ Մենք հաղորդակցվում ենք մեկս մյուսի հետ եւ արդյունքում փոխանցում ենք ինֆորմացիա եւ այդ փոխանցման ընթացքում ձևավորում ենք մշակութային, այսպես ասած, ինֆորմացիա։ Ըստ Գրիսի, Սպերբերի եւ Վիլսոնի հաղորդակցության մեծ մասը իրականացվում է նպատակային եւ բաց։ Ինֆորմացիա փոխանցողի եւ ինֆորմացիա ստացողի համար հաղորդակցությունը մշտապես փոխշահավետ է։ Եվ հետևաբար, եթե սա երկկողմանի փոխշահավետ է, հարց է առաջանում, որոնք են նպատակները ինֆորմացիայի եւ այստեղ նպատակների հարցում ինֆորմացիայի ստացողի եւ ինֆորմացիա փոխանցողի նպատակները տարբերվում են ըստ հեղինակի։ Ինֆորմացիայի ստացողի համար մշտապես կարևոր է ունենալ ճշմարիտ եւ պատշաճ ինֆորմացիա։ Մինչդեռ ինֆորմացիա փոխանցողի համար նպատակը մի փոքր այլ կարող է լինել։ Նրա համար կարևոր է ձևավորել որոշակի ազդեցություն։ Այս դեպքում նպատակը երբեմն կարող է համընկնել ինֆորմացիա ստացողի հետ, երբեմն չհամընկնել, որովհետև առաջին հերթին եթե համընկնում է, ապա նրա նպատակն է բավարար ինֆորմացիա մատուցել եւ այդ ինֆորմացիան լինի ճշմարիտ, մյուս դեպքում եթե իր նպատակին է ծառայեցնում, ապա ցանկացած ինֆորմացիա նա կարող է հաղորդել։ Հետևաբար հարց է առաջանում, որքանով են այդ ինֆորմացիայի աղբյուրները հուսալի, արդյոք նպաստավոր եւ օգտակար է հիմնվել մշտապես այլոց կոմպետենտության վրա եւ արդյոք առավել օգտակար չէ ձևավորել որոշակի զգոնություն այլոց կոմպետենտության նկատմամբ։ Սրանք այն հարցերն են, որը Սպերբերը եւ իր գոլեգաները բարձրացնում են եւ փորձում են պատասխանել աշխատության ընթացքում, մասնավորապես քննարկելով զգոնության եւ վստահության փոխհարաբերության խնդիրը, ընկալման եւ ընդունման մտային գործընթացները եւ զգոնության դերը այս գործընթացներում, զգոնությունը ինֆորմացիայի աղբյուրի նկատմամբ, զգոնությունը ինֆորմացիայի բովանդակության նկատմամբ եւ իմացական զգոնության զարգացումը, իմացական զգոնությունը եւ զգոնության եւ բանականության փոխհարաբերությունը եւ վերջապես խմբային զգոնության ֆենոմենը։ Սկզբում երևի թե արժի ընդգծել, թե ինչ նկատի ունի Սպերբերը իմացական զգոնություն ասելով, ըստ նրա մարդիկ ունեն կենսաբանորեն ձևավորված կոգնիտիվ մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս լինել զգոն, որպեսզի նվազեցնեն կամ չեզոքացնեն ապատեղեկացված լինելու ռիսկերը։ Սա իհարկե այս թեզը հեղինակը փորձելու է բացել իր հետագա քննարկման ընթացքում, որովհետև փորձելու է հիմնավորել, որ այդ զգոնությունը, իմացական զգոնությունը մեզ տրված է։ Մենք տրված է իհարկե ինչ-որ չափով, բայց
էվոլյուցիայի արդյունքում մենք դա ունենք եւ կարող ենք դրա հետ աշխատել եւ ավելի զարգացնել։ Ինչ փոխհարաբերություն կա վստահության եւ զգոնության միջեւ։ Հեղինակները առանձնացնում են վստահության երկու թեզ։ Վստահության թույլ թեզ, որը ժամանակի համաձայն այս թեզի ժամանակի ընթացքում շփման արդյունքում մարդիկ ձեռք են բերում վստահության որոշակի աստիճան։ Այս թեզի կողմնակից է Գլորիա Օրիգին եւ վստահության ուժեղ թեզ, համաձայն որի մարդիկ վստահում են միմյանց ոչ միայն շփման արդյունքում, այլ շփումը սկսելու պահից սկսած։ Այս ուժեղ թեզի կողմնակից է Թոմաս Ռեյդը եւ հատկապես Դանիել Գիլբերտը։ Ինչի որոնք են այն մետաֆիզիկական թեզերը, որոնք ընկած են այս պնդումների հիմքում։ Ռեդուկցիոնիզմը եւ հակառեդուկցիոնիզմը, իհարկե պետք է նշեմ, որ ռեդուկցիոնիզմը այստեղ հատուկ կոնտեքստով է օգտագործված, համաձայն ռեդուկցիոնիզմի ստուգված ճշմարիտ հավատը որակվում է գիտելիք միայն այն դեպքում, երբ այդ ստուգումը հիմնավորված է այնպիսի ճշմարիտ դրույթների միջոցով, որոնք ձեռք են բերվել կամ անմիջական ընկալման կամ ինքնակնհայտ սկզբունքներից բխեցման արդյունքում։ Այսինքն, մենք կարող ենք ունենալ վստահություն միայն եթե մենք այդ վստահությունը կարող ենք ձեռք բերել միայն եթե այն բխեցնում ենք փորձից կամ ինքնակնահայտ դատողություններից օգտագործելով մեր տրամաբանական մտածողությունը։ Մինչդեռ հակառեդուկցիոնիզմի համաձայն վստահությունը չի հիմնավորվում այս կամ այն մտային գործընթացների միջոցով։ Վստահությունը գիտելիքի հիմնական աղբյուր է։ Մարդիկ վստահում են այնքան ժամանակ, քանի դեռ չունեն չվստահելու պատճառ։ Այս թեզը ուղիղ կապ ունի նախորդ ուժեղ թեզի հետ, այսինքն մենք վստահությունը մեզ տրված արժեք է, տրված մեխանիզմ է, այն բխեցնելի չէ ոչ փորձից, ոչ ինքնակնահայտ դատողություններից, մենք սա ունենք որպես գիտելիքի աղբյուր, հետևաբար այն մենք հաղորդակցությունը սկսելու պահից հենց սկսած մենք օգտագործում ենք այս գործիքը։ Հակառեդուկցիոնիզմի որպես փաստարկ վերվում է բնական լեզվի գործածությունը։ Կուադին պնդում է, որ բնական լեզվի գործածությունը ենթադրում է ընդհանուր վստահություն խոսքի օգտագործման նկատմամբ։ Այսինքն, երբ մենք տիրապետում ենք նույն լեզվին եւ ես որոշ ինֆորմացիա եմ փոխանցում, այդ ինֆորմացիան պարունակող բառերը ինքնին հասկանալի են հաղորդակցվողին, եւ մենք չենք բխեցնում այս վստահությունը վստահել այդ նախադասությանը թե ոչ, ինչու որտեղ մենք արդեն ժամանակի ընթացքում, էվոլյուցիայի ընթացքում ունենք բնական լեզվի նկատմամբ վստահություն։ Հաղորդակցությունում յուրաքանչյուր գործողություն ենթադրում է ներկայացված դրույթները ճշմարիտ համարելու լուր պարտավորություն այնքան ժամանակ, քանի դեռ չկա այդպես չվարվելու ավելի ուժեղ պատճառ։ Այսինքն մենք վստահում ենք անկախ ամենից այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք բախվել չվստահելու պատճառի։ Գիլբերտը պնդում է, որ մեր մենտալ համակարգը ինֆորմացիան ընդունում է ինքնաբերաբար, մինչ այն հետազոտելն ու հնարավոր մերժելը, եւ այստեղ թե Սպերբերը, թե իր գոլեգաները հիշատակում են նրա հայտնի գիտափորձը, այդ գիտափորձի իմաստը դերևս ներկայացնեմ գիտափորձը, պատկերացրեք չինացիների խումբ, որին սովորեցնում ենք հայերեն եւ նրանց նախադասություններ ենք տալիս հայերեն եւ դրան զուգահեռ տալիս ենք այդ նախադասության թարգմանությունը, օրինակ այսպիսի նախադասություն Գյումրին Հայաստանի մայրաքաղաքն է, նրա համար նա պետք է հասկանա այս նախադասությունը իր լեզվով, այսինքն նրա ողջ ուշադրությունը ուղղված է այդ տեքստը հասկանալուն։ Զուգահեռ մենք նրան առաջադրանքին զուգահեռ նրան տալիս ենք այդ դատողությունների ճշմարտության արժեքները։ Կարող ենք տրամադրել ճշմարիտ դատողություններ, կարող ենք տրամադրել սխալ դատողություններ եւ գիտափորձի արդյունքում հետաքրքիր բան է պարզվում, որ մարդիկ լեզուն սովորողները այս դեպքում
հակված են ընկալել, այսինքն երբ նրանց արդեն երկրորդ առաջադրանքը տան, որտեղ նրանք պետք է գնահատեն իրենց ստացած ինֆորմացիան ճշմարիտ է թե սխալ, նրանք ճշմարիտ լինելու հավանականությունը շատ ավելի մեծ է, քան սխալ լինելու հավանականությունը, նույնիսկ այն դեպքում, երբ այդ դատողությունը սխալ էր։ Նրանք կնշեն, որ ճշմարիտ է։ Ինչու՞, որովհետև նրանք հենց սկզբից հակված են ընկալել եւ ընդունել ինֆորմացիան այնպես, ինչպես նրանց տրված է։ Նույնիսկ երբ Գյումրին Հայաստանի մայրաքաղաքն է, նրանք անալիզ չեն անում առաջին, եթե իհարկե, եթե չկա հատուկ հետաքրքրություն եւ վերաբերմունք այդ ինֆորմացիայի նկատմամբ եւ դրան անալիզ անելու նկատմամբ։ Նրանք ընդունում են ինֆորմացիայի այն առաջնային ինֆորմացիան, որը նրանց տրամադրվում է առանց վերլուծելու։ Այս թեզը, որը Գիլբերտը եւս հիմնվում էր հակառեդուկցիոնիզմի վրա, քննադատվում է Հեսսենի, Սայմոնի, Թեյմն, Չյոդորի կողմից, որոնք պնդում են, որ մեր մենտալ համակարգը ինֆորմացիան ընդունում է, եթե այդ ինֆորմացիան համապատասխանում է տվյալ պահի մեր հետաքրքրություններին կամ շահերին։ Այսպիսի դեպքերում մարդիկ հակված են վերլուծել ինֆորմացիան եւ նույնիսկ մերժել, այսինքն մենք նույնիսկ եթե հենց սկզբից տրամադրված ենք, որպեսզի ինֆորմացիան ընդունենք, բայց մենք ընդունենք այնքան ժամանակ, քանի դեռ չունենք հատուկ շահ կամ հետաքրքրվածություն։ Բավական է ունենանք շահ եւ հետաքրքրվածություն, մենք սկսենք արդեն մեզ տրված ինֆորմացիայի նկատմամբ ել ավելի զգոն լինել եւ վերլուծել եւ նույնիսկ վերանայել կամ մերժել։ Հետևաբար այն առաջին հայացքից տվացող, որ եթե մարդիկ ավելի շուտ ձևակերպեմ հարցը, արդյոք վստահությունը բացառում է զգոնություն, հնարավոր է երկու պատասխան, կույր վստահության թեզի համաձայն մարդիկ վստահող են եւ հակված են վերլուծել ստացված ինֆորմացիան միայն այն դեպքում, երբ ունեն դրա մոտիվացիան կամ անհրաժեշտությունը, արդեն այս թեզի մասին խոսեցի, եւ կոնտեքստուալ վստահության թեզը, որը պնդում է, որ զգոնություն եւ վստահություն հասկացությունները իրար հակասող չեն, հակասող են զգոնություն եւ կույր վստահություն հասկացությունները։ Այսինքն Սպերբերը կպնդի, որ հաղորդակցության մեջ ինֆորմացիա փոխանակելիս մենք չենք կարող ունենալ փոխադարձ վստահություն առանց փոխադարձ զգոնության։ Ես ներողություն եմ խնդրում, ինձ մոտ կապը ընդհատվեց, ձեզ մոտ ամեն բան կարգին էր։ Մենք ձեզ լավ, ես կոնկրետ լավ լսում եմ։ Շատ լավ, ես ներողություն եմ խնդրում։ Այսպիսով, եթե խոսքը գնում է կույր վստահության մասին, ապա այո, մենք ունենք հակասություն զգոնության հետ։ Մինչդեռ Սպերբերը պնդում է, որ եթե մենք զգոն ենք, այսինքն մենք չենք էլ կարող լինել վստահ, եթե մենք բավականաչափ զգոնություն չենք ցուցադրում, սրանք ոչ թե հակասում են, այլ հարաբերակցում են, իրար հետ աշխատում են այս երկու գործընթացները։ Հետևաբար ձևակերպվում է իմացական վստահության եւ զգոնության թեզը։ Վստահությունը ունենալով կարևորագույն դեր ճանաչողության գործընթացներում պետք է հիմնվի բացառապես ակտիվ իմացական զգոնության վրա։ Մյուս կարևոր ենթագլուխը հոդվածում ըմբռնման եւ ընդունման հասկացությունների կամ ըմբռնման եւ ընդունման գործընթացների փոխհարաբերության հարցն է եւ որքանով է զգոնությունը այս երկու գործընթացներում դեր խաղում։ Ըմբռնումը դա հաղորդակցողներից յուրաքանչյուրն ունի հասկացված լինելու նպատակ, այսինքն երբ ինֆորմացիան փոխանցում է ինֆորմացիան, ապա նրա առաջնային նպատակն է լինել հասկացված։ Բայց սա բավական չէ, որովհետև երբեմն, եթե դա պարզապես ինֆորմատիվ ինֆորմացիա չէ, այլ կոմունիկացիա ենթադրող ինֆորմացիա է, ապա այսպիսի դեպքերում ինֆորմացիա փոխանցողը նաև ունի այլ նպատակ։ Ոչ միայն որ իր փոխանցածը հասկանալի դառնա, այլ նաև ընդունելի լինի, հավատներ շնչի։
Եվ հարց է առաջանում, ինչպիսին է ըմբռնում եւ ընդունում հասկացությունների փոխհարաբերությունը, որովհետեւ ակնհայտ է, որ ընդունման համար պետք է որ ըմբռնում, բայց արդյոք ըմբռնումը ենթադրում է ընդունում։ Քիչ առաջ իմ ներկայացրած թեզը գիտափորձը Գիլբերտի փաստում էր, որ ավելի շուտ Գիլբերտը բխեցնում է, որ այո, երբ ես փոխանցում եմ ինֆորմացիան, երբ այն հասկացվում է, դա ուղեկցվում է ընդունման process-ով, որովհետև լեզու սովորողները ոչ միայն լեզուն էին հասկանում, այլ նաև ընդունում էին տրված նախադասությունը որպես ճշմարտություն։ Հետևաբար այս երկու գործընթացները Գիլբերտի մոտ համընկնում են կամ գոնե որ համաժամանակյա են։ Մինչդեռ Սպերբերը պնդում է, որ ոչ, այս հասկացությունները չեն համընկնում եւ նույնիսկ թեպետ ըմբռնումը կարևոր նախապայման է ընդունման համար, այս երկու գործողությունները տեղի չեն ունենում հաջորդաբար։ Հասկացածը դառնում է ընդունելի միայն այն դեպքում, երբ նախ դառնում է կարևոր ինֆորմացիան ստացողի համար եւ հետո համապատասխանում է նրա շահերին։ Այսինքն միանշանակ եթե մենք գործ ունենք առաջին տարբերակի հետ կամ Գիլբերտի մոտեցման հետ, ապա այնտեղ զգոնության աստիճանը բավականին թուլանում է, որովհետև եթե դու հակված ես անմիջապես հասկանալ եւ ընդունել, ապա դու չես հասցնում այդ ընդունածդ վերլուծել եւ չես հասցնում ցուցաբերել որոշակի զգոնություն։ Մինչդեռ Սպերբերի առաջարկով դու հասկանալ դա առաջնային մակարդակ է։ Դու պետք է ցուցաբերես զգոնություն, որպեսզի կարողանաս միայն դրանից հետո ընդունել տվյալ ինֆորմացիան։ Մենք բոլորս մշտապես ունենք այդ թերահավատությունը մեզ մանավանդ այսօր մեզ տրվող ինֆորմացիայի նկատմամբ եւ մենք որպեսզի հասկանանք թե որտեղ ունենք խնդիր, հեղինակը առաջարկում է տարանջատել զգոնություն աղբյուրների նկատմամբ եւ զգոնություն բովանդակության նկատմամբ։ Զգոնություն աղբյուրների նկատմամբ նշանակում է հարց, ում պետք է վստահել։ Այստեղ առաջարկում են վստահության երկու մոտեցում, ընդհանուր վստահելիություն, որը իդեպ ինչ-որ իմաստով բխեցնելի այն կույր վստահելիությունից, համաձայն որի վստահել մարդուն բոլոր դեպքերում։ Օրինակ, երբ պնդում ենք, որ մերին վստահելի մարդ է, երբ ունենք այդ պատկերացումը, մենք հետևաբար մերին ինչպես գործեց, ինչպես ասաց, մենք հակված ենք բխեցնել այս մեր թեզից ընդհանուր, հակված ենք բխեցնել, որ նա ինչ էլ ասի ճշմարիտ կլինի, կամ ինչպես էլ գործի ճշմարիտ կլինի, որովհետև մենք ունենք արդեն ընդհանուր վստահություն նրա նկատմամբ։ Սպերբերը եւ իր գոլեգաները պնդում են, որ ընդհանուր վստահությունը թերի է եւ վստահությունը մշտապես կոնտեքստուալ է եւ վստահել կամ չվստահելը մշտապես կախված է տվյալ դեպքից կամ իրավիճակներից։ Օրինակ, եթե մերին քրեական իրավունքի մասնագետ է եւ մենք խնդիր ունենք քրեական իրավունքի որոշ հարցեր հասկանալու, ապա կարելի է վստահել նրան այդ հարցերում։ Մինչդեռ գինեգործության հարցերում երևի թե արժի չվստահել, որովհետեւ նա այդ կոնտեքստում նա մասնագետ չէ։ Հետևաբար Սպերբերը առաջարկում է երկու կարևոր արժեք ինֆորմացիա աղբյուրը գնահատելու համար՝ կոմպետենտություն եւ բարեսրտություն։ Կոմպետենտությունը դա ինֆորմացիա փոխանցողը պետք է տրամադրի ճշմարիտ ինֆորմացիա, խուսափելով ապատեղեկատվությունից եւ ինֆորմացիայի բացակայությունից, եւ բարեսրտություն, երբ ինֆորմացիա փոխանցողը պետք է խուսափի անտարբերությամբ կամ չարամտորեն ոչ ճշմարիտ ինֆորմացիա տրամադրելուց։ Կոնտեքստուալ վստահությունը Սպերբերը պնդում է, որ ինչու է նա բխեցնում, որ վստահությունը մշտապես կոնտեքստուալ է, որովհետև
Նա ասում է, որ ինֆորմացիան փոխանցողը կարող է կոմպետենտ լինել տվյալ ոլորտում եւ կոմպետենտ չլինել մեկ այլ ոլորտում։ Ինչպես նաեւ կարող է բարեսիրտ գտնվել տվյալ հանգամանքում, մինչդեռ այդպիսին չլինել այլ լսարանում կամ այլ հանգամանքներում։ Հետևաբար, ցուցադրվող վստահության աստիճանը մշտապես կախված է ոլորտից, լսարանից եւ հանգամանքներից։ Ընդհանուր վստահելիության թեզը ի դեպ քննադատվում է հոգեբանների կողմից այլ տեսանկյունից, իհարկե հոգեբանության տվյալ ճյուղի, որտեղ ասվում է, որ մարդկանց վարքագիծը հիմնականում պայմանավորված է ոչ այնքան իրենց բնավորությամբ, որքան իրավիճակով։ Հետևաբար պնդել, որ ինչ որ մեկը հիմնականում վստահելի է, դա մեծ սխալ կլինի։ Սպերբերը որոշ պաշտպանություն իհարկե այս թեզին առաջարկում է, ասելով, որ կարելի է խոսել, որ որոշ մարդկանց ավելի վստահելի լինելու մասին, բայց դա հարաբերական վստահություն է, որը ձևավորվում է անցյալի գործողությունների արդյունքում ձեռք բերված հեղինակության հիման վրա, եւ այս դեպքում իհարկե սա կարելի է դիտարկել ընդհանուր վստահության դրսևորում, բայց ոչ բացարձակ իմաստով, ինչպես պնդում էր Գիլբերտը, օրինակ։ Եթե բարձեցինք, թե եթե ունենք ավելի շուտ որոշակի արժեքներ գնահատելու համար ինֆորմացիայի աղբյուրը, ապա հարց է առաջանում, ինչպես գնահատել ինֆորմացիայի բովանդակությունը, ինչին պետք է վստահել այս դեպքում։ Եվ հարց, արդյոք ինֆորմացիայի բովանդակության վստահելիությունը միանշանակորեն կապված է ինֆորմացիայի աղբյուրի վստահելիությունից։ Սպերբերը կպնդի, որ ոչ, քանի որ որոշ դեպքերում ինֆորմացիայի բովանդակությունը կարող է վստահելի լինել, նույնիսկ այն դեպքում, երբ այն փոխանցողը ունի վստահելիության ցածր աստիճան, օրինակ մաթեմատիկական կամ տրամաբանական ճշմարտությունները կամ հայտնի ճշմարտությունները, որոնք background գիտելիք են բոլորին հայտնի, եւ հակառակը կարող է լինել վստահությամբ աչքի ընկնող մարդը կարող է ապատեղեկատվություն տարածել, իհարկե ոչ չարամտորեն գուցե, բայց օրինակ խախտելով տրամաբանական կանոնները, այսինքն տեսնել ուղիղ կապ ինֆորմացիայի աղբյուրի եւ ինֆորմացիայի բովանդակության միջեւ թերևս սխալ է։ Մանավանդ, երբ մենք ինֆորմացիայի դեպքում այստեղ նշվեց, որ եթե գործ ունենք հայտնի ճշմարտությունների հետ, մաթեմատիկական կամ տրամաբանական աքսիոմների հետ, այստեղ իհարկե ստուգել ինֆորմացիան շատ հեշտ է, իսկ ինչ անել այն դեպքերում, երբ մենք գործ ունենք ոչ մեզ հայտնի իրավիճակների հետ եւ մենք պետք է ընդունենք, ավելի շուտ հասկանանք սկզբում այդ ինֆորմացիան, ինչպես վարվել այդպիսի դեպքերում։ Սպերբերը պնդում է, որ այդպիսի դեպքերում տեղեկատվության բովանդակությունը գնահատվում է անհատական մոտեցումների հարաբերակցությամբ, որտեղ վերջինները նույնպես վերանայման եւ վերամշակման կարիք կարող են ունենալ։ Գոյություն ունի 3 տեսակի կոնտեքստային էֆեկտ, որոնց միջոցով հնարավոր է նոր ինֆորմացիայի եւ անհատի սեփական համոզմունքների համապատասխանեցում։ Առաջինը, կոնտեքստուալ նոր համոզմունք, երբ նոր ինֆորմացիան եւ անձի կոնտեքստուալ համոզմունքը ենթադրում են միմյանց, որից բխում է նոր համոզմունք, այսինքն չկա այստեղ կոհերենտության խնդիր, համապատասխանություն է եւ նույնիսկ տրամաբանական համապատասխանություն տեղի ունի եւ հետեւաբար մենք կարիքը չունենք այս դեպքում ինֆորմացիան փոխել չվստահելու եւ մենք ընդունում ենք, որի արդյունքում նաեւ ձևավորում ենք նոր համոզմունք։ Համոզմունքի ձևափոխում կամ վերարժևորում, երբ նոր ինֆորմացիան կարող է ձևափոխել անձի կոնտեքստուալ համոզմունքը, ցածրացնելով կամ բարձրացնելով վերջին նկատմամբ վստահության աստիճանը, եւ վերջինը, համոզմունքի վերանայում, երբ նոր ինֆորմացիան կարող է հակասել անձի կոնտեքստուալ համոզմունքին, առաջացնելով վերջինի վերանայման կարիք։ Մենք խնդիր կարող ենք ունենալ հատկապես վերջին դեպքում, որովհետև ինչ անել, եթե առկա է հակասություն նոր ինֆորմացիայի եւ անձի համոզմունքի միջեւ։ Ըստ Սպերբերի կա 3 հնարավոր լուծում։
Հնարավորություն առաջին, երբ ինֆորմացիայի աղբյուրը վստահելի չէ, ապա այն կարելի է մերժել համարելով ոչ հավաստի։ Օրինակ, երբ խմած մարդը ասում է, որ փողոցի անկյունում փիղ կա, ապա չի կարող այս ինֆորմացիան ըստ Սպերբերի լինել հավաստի։ Երկրորդ, երբ ինֆորմացիայի աղբյուրը հեղինակային է եւ եթե կա հակասություն անձի համոզմունքի հետ, ապա այդ համոզմունքը պետք է փոխվի։ Օրինակ, նայելով Ջոնին դուք կարծում եք նա իր վաղ 20-ականներում է, մինչդեռ նա պնդում է, որ 29 տարեկան է, այս դեպքում դուք պետք է փոխեք ձեր համոզմունքը, կպնդի Սպերբերը։ Եվ երրորդ, երբ ինֆորմացիայի աղբյուրի եւ սեփական համոզմունքի նկատմամբ վստահությունը հավասար է, ապա այս դեպքում ինֆորմացիա ստացողը պետք է վերանայի իր երկու համոզմունքները այս դեպքում։ Օրինակ, դուք ունեք համոզմունք, որ Ջոնը բժիշկ է, մերին պնդում է, որ Ջոնը 22 տարեկան է։ Եվ դուք քաջատեղյակ եք, որ 22 տարեկանը բավականին վաղ է բժիշկ դառնալու համար, որպեսզի պահպանեք այս երկու համոզմունքների միջև կոհերենտություն, ապա բնականաբար պետք է դրանցից մեկից հրաժարվել կամ վերանայել, եւ այս դեպքում բնականաբար ձեր այն պնդումը, որ Ջոնը բժիշկ է կամ այն համոզմունքը պետք է վերանայել կամ փոխել։ Հետևաբար Սպերբերը կպնդի, որ ինֆորմացիայի բովանդակության հետ աշխատելիս կարևոր նախապայման է կոհերենտությունը։ Փոխանցվող ինֆորմացիան պետք է համապատասխանի ինֆորմացիան ստացողի անձնական համոզմունքներին։ Կոհերենտությունը իմացական զգոնության համար տեղեկատվության բովանդակության հետ աշխատելու կարևորագույն մեխանիզմ է։ Եթե փորձեցինք ավելի շուտ հասկացանք այս ամենը, հարց է առաջանում, արդյոք մենք ունենք իմացական զգոնության նախադրյալներ, թե դրանք ամբողջովին ձեռքբերովի են։ Ըստ հետազոտությունների, որոնք կատարել են հոգեբանական հետազոտությունների, 16 ամսական երեխան ունի շատ վաղ հասակում նրանք արդեն դյուրահավատ չեն եւ այս տարիքում երեխան նկատում է, երբ իրեն ծանոթ բառը օգտագործում են անհամապատասխան։ 2 տարեկան երեխան հաճախ ուղղում վերանայում է այն դրույթները, որոնք ինքը համարում է սխալ։ 3 տարեկանում երեխաները նախընտրում են կոմպետենտ եւ բարեսիրտ ինֆորմացիա փոխանցողների։ 4 տարեկանում այս երեխաները ոչ միայն ունեն իրենց վստահելի ինֆորմացիոն աղբյուրները, այլ նաև վստահելիության իրենց պատկերացումները եւ վերջապես 5 տարեկանում արդեն երեխաները դառնում են բավականաչափ զգոն խաբեության, կեղծավորության եւ ինքնաներկայացման նկատմամբ։ Այսինքն տարիքային զարգացման հետ նրանք ձեռք են բերում տարիքային իմացական զգոնություն, վաղ տարիքից երեխաները ունեն ընկերներ ընտրելու կարողություն, որը ներառում է այնպիսի գործոններ, ինչպիսիք են բարոյական գնահատականը, հուսալիության մոնիտորինգը, խաբեության նկատմամբ զգոնությունը։ Երեխաները տեղյակ են պնդումը հաստատելու եւ կասկածելու մտային գործընթացներից, ավելին նրանք կարող են տարբերակել ուժեղ եւ թույլ պնդումները։ Երեխաները ի վիճակի են համեմատել ինֆորմացիայի աղբյուրները եւ ընտրել ըստ իրենց ավելի հուսալին։ Երեխաները նույնիսկ կարող են իմացական հատկությունների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերել եւ նրանց վստահությունը վերաբերում են իրենց վստահությանը վերաբերում են ընտրողաբար եւ նույնիսկ կարող են մանիպուլացնել։ Եվ վերջապես Սպերբերը պնդում է, որ երեխաները ձևավորում են միտք կարդալու ունակություն, նրանք տեղյակ են, որ մյուսները կարող են ունենալ սխալ պատկերացումներ եւ մոտեցումներ եւ ցանկանան, որ իրենք եւս ունենան այդ սխալ պատկերացումները։ Մինչդեռ 4 տարեկանում նրանք արդեն ցուցաբերում են զգոնության բարձր աստիճան, խուսափելով ապատեղեկատվության զոհ դառնալուց։ Այսպիսով, եթե հաշվի առնենք այս տվյալները, հոգեբանական վերլուծությունները, պետք է հուսալ, որ մենք ունենք այդ զգոնության որոշակի մակարդակ եւ դա ունենք վաղ տարիքից։ Այնուհետև հեղինակը փորձում է տեսնել կապ իմացական զգոնության եւ բանականության միջև, ընդ որում այստեղ
ճշգրտում բանականություն ասելով նկատի ունի փաստարկողականությունը։ Այս բաժնում նա քննարկում է երկու կեցվածք ինֆորմացիան ստացողի։ Մերժողական կեցվածք, երբ ապատեղեկատվությունից խուսափելու համար անմիջապես ինֆորմացիա ստացողը մերժում է ինֆորմացիան, եւ զգոն կեցվածք, երբ վերլուծում է ինֆորմացիան եւ միայն համապատասխան հակափաստարկներ ունենալուց հետո ընդունում կամ մերժում է այդ ինֆորմացիան։ Սպերբերը պնդում է, որ ցանկացած ինֆորմացիա փոխանցողի համար նախընտրելի է գործ ունենալ զգոն կեցվածքով մարդու հետ, քանի որ այս դեպքում նա կարող է օգտագործել տրամաբանական հնարներ ինֆորմացիան ընդունելի դարձնելու համար։ Օրինակ, այստեղ Սպերբերը հիշատակում է Գրիսի աշխատությունը եւ բերում է այս օրինակը։ Օրինակ, Անդին պնդում է, որ ասում է, որ Ստիվը կարծես զուգընկերուհի չունի, Բարբարան պնդում է, որ վերջերս նա Ստիվը շատ հաճախ է այցելում Նյու Յորք։ Այս օրինակում Բարբարան օգտագործում է թաքնված սիլոգիզմ, քանի որ եթե նա սկզբում պնդեր, որ Ստիվը զուգընկերուհի ունի, ապա կհակասեր Անդիի համոզմունքին եւ ամենայն հավանականությամբ կմերժվեր Անդիի կողմից։ Մինչդեռ այս դեպքում, երբ նա հավելյալ ենթաթեզ է առաջարկում, հնարավորություն է տալիս Անդիին ինքնուրույն գալ այն եզրակացությանը, որ թերևս նա զուգընկերուհի ունի։ Այսինքն Սպերբերը պնդում է, որ այսպիսի հնարներով, քանի որ մեր նպատակը ինֆորմացիան փոխանցելիս, ստանալիս համոզելն է, այսպիսի տրամաբանական հնարներով ինֆորմացիան փոխանցողը կարող է հասնել հաջողության կամ կախված իհարկե նպատակից։ Եվ այս դեպքում փաստարկումը ոչ միայն իմացական զգոնության համար է գործիք, այլ նաև զգոն հաղորդակցվողի մոտ նոր ինֆորմացիան ընկալելի եւ նույնիսկ ընդունելի դարձնելու համար։ Եվ վերջապես վերջին հատվածը հոդվածի, մինչ այս մենք փորձում էինք հասկանալ արդյոք անհատի մակարդակում որոնք են այս զգոնության նախադրյալները եւ արժեքները, որոնք թույլ կտան ինֆորմացիայի հետ աշխատել, հարց է առաջանում, իսկ խմբում, մեծ հանրություններում, հասարակությունում մենք կարող ենք խոսել խմբային իմացական զգոնության մասին։ Որպեսզի քննարկի այս դրույթը, Սպերբերը այսպես սահմանում է մշակութային ինֆորմացիան, ըստ որի ինֆորմացիան, որը հասարակության մեջ է տարածվում սոցիալական փոխազդեցությունների միջոցով, կոչվում է մշակութային։ Մշակութային է օրինակ կրոնական համոզմունքների տարածումը։ Եվ նա պնդում է, որ հաղորդակցումը միշտ իմպլիցիտ պարունակում է մշակութային կամ ենթամշակութային տարրեր։ Հետևաբար, արդյոք մշակութային ինֆորմացիան փոխանցելիս մարդիկ բավականաչափ զգոն են։ Հետաքրքիր դիտարկում է արվում խմբերի միջև, երբ մենք գործ ունենք իմացական փոքր խմբերի հետ, ապա փոքր հանրություններում դիտվում է իմացական զգոնության բարձր աստիճան, ինչու, որովհետև հնարավոր է շատ հեշտորեն ստուգել ինֆորմացիայի աղբյուրը եւ նաև բովանդակությունը։ Մինչդեռ երբ մենք գործ ունենք մեծ հանրությունների հետ, ապա իմացական զգոնությունը այստեղ բավականին ցածր է, քանի որ նախ շատ դժվար է բացահայտել աղբյուրը եւ բացի այդ մեծ հանրություններում ինֆորմացիայի փոխանցման եւ ընդունման մեխանիզմները տարբեր են։ Եվ որպեսզի հասկանանք, թե ինչպես են տեղի ունենում հիմնականում այդ փոխանցման մեխանիզմները, հեղինակը առաջարկում է այս երկու տարածված մեխանիզմները, առաջինը հեղինակությունների միջոցով փոխանցվող ինֆորմացիան, երբ մշակութային ինֆորմացիայի փոխանցման մեջ մեծ խմբերում կարևոր դեր ունեն հեղինակությունները, որոնց նկատմամբ հասարակությունը ձևավորում է կույր վստահություն եւ հետեւաբար արդեն մենք գիտենք, որ սա հակադարձ համեմատական է ցածր զգոնությանը եւ կրոնական պատկերացումներ կամ թերևս նա կպնդի
առեղծվածային պատկերացումներ, որոնց մեջ մտնում են նաև կրոնական պատկերացումները, որոնք եւս ցանկացած մշակույթում տեղ ունեն եւ դրանց նկատմամբ եւս հասարակությունը հակված է ձևավորել կույր վստահություն եւ հետեւաբար ցածր զգոնություն։ Այս դեպքում կարծես հակասություն է առաջանում, որովհետեւ անհատական մակարդակում մարդիկ ցուցաբերում են որոշակի զգոնություն, բայց երբ նույն մարդիկ համարվում են մեծ հանրությունների մասնիկ, ապա այստեղ լինելով այս երկու կոնկրետ նշված մեխանիզմների ազդեցության տակ նրանք կարող են իրենց զգոնության մակարդակը ցածրացնել։ Հետևաբար հարց է առաջանում, ինչպես կարելի է կարգավորել կամ ինչպես կարելի է ունենալ խմբային զգոնություն, որոնք են այդ մեխանիզմները, որոնք թույլ կտան ձևավորել խմբային իմացական զգոնություն։ Սպերբերը պնդում է, որ այսպիսի դեպքերում, քանի որ կա խնդիր, հասարակության առանձին ոլորտներ իրենք որոշում են ինչպես լուծել այս խնդիրը։ Տարբեր ոլորտներ եւ կառույցներ ստեղծում են համապատասխան տեղեկատվության նկատմամբ իմացական զգոնություն ձևավորվելու մեխանիզմներ։ Օրինակ, գիտական հետազոտություններով զբաղվող, գիտական պրոդուկտ գեներացնող կառույցներում կարևոր է գրախոսվող հրատարակությունների, կոնֆերանսների, աշխատանքային քննարկումների դերը, որոնք ուղղված են տվյալ ոլորտի նկատմամբ զգոնություն ձևավորելուն։ Եվ Սպերբերը պնդում է, որ սա իհարկե մեկ օրինակ է գիտական ոլորտից, բայց նա պնդում է, որ ցանկացած այսպես հասարակությունը, քանի որ ինքնակարգավորվելու հատկություն ունի, ապա հասարակության ցանկացած ոլորտ ստեղծում է իրեն բնորոշ զգոնություն ձևավորելու մեխանիզմները կամ դաշտը ստուգելի դարձնելու մեխանիզմները, որտեղ մենք կարող ենք հուսալ, որ խմբային մակարդակում կարող ենք ցուցաբերել որոշակի զգոնություն։ Դերևս այսքանը, շնորհակալություն, որ այսքան համբերատար լսեցիք, որովհետև կարծում եմ ներկայացման համար բավականին երկար էր, եւ սիրով կպատասխանեմ բոլոր այն հարցերին, որոնք ցանկացած բաժնում առաջացել են։ Շնորհակալ եմ։